Եթե այս վերջին հնարավորության համաձայնագիրը չկնքվի, Համասի դեմ բոլորովին աննախադեպ դժոխք կբռնկվի։ Նման կոստ վերնագրով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համասին ժամանակ տվեց մինչև կիրակի երեկո ընդունել Գազայի ապագայի վերաբերյալ իր 21 կետանոց ծրագիրը։ Ի պատասխան Համասը հայտարարեց, որ համաձայն է ազատ արձակել բոլոր պատանդներին եւ պատրաստ է անհապաղ մտնել բանակցությունների մեջ, սակայն շրջանցեցին ամենավիճահարույց կետը՝ զինաթափումը։ Մենք խոսում ենք բոլոր գերիներին ազատելու պայմանների մասին։ Առաջին պայմանն այն է, որ պատերազմը պետք է դադարեցվի, ինչպես ասել է նախագահ Թրամփը։ Եթե մենք ազատենք պատերազմի բոլոր գերիներին, պատերազմը կդադարի։ Երկրորդ պայմանն իսրայելցիները պետք է դուրս գան Գազայի հատվածից։ Երրորդ պայմանն այն է, որ Գազայի բնակչության համար պետք է ապահովվի ամբողջ մարդասիրական օգնությունը։ Բացի այդ, նրանք պետք է ազատեն բոլոր օկուպացված տարածքները եւ վերադառնան Գազայի եւ իրենց միջև գտնվող սահման։ Զինաթափման վերաբերյալ Համասն ունի իր մոտեցումը։ Այն պետք է դիտարկել ոչ թե որպես նախապայման, այլ որպես վերջնական կարգավորման հետևանք։ Խնդիրն այն է, որ Համասի ռազմական կարողությունների 90%-ը ոչնչացվել է։ Այսինքն այլևս ոչ մի լավ բան չկա, որի մասին Համասը կարող է խոսել կապված զենքի հետ։ Եվ երկրորդ, մենք այս հակամարտության սկզբից ի վեր բոլոր միջնորդներին եւ բոլորին ասել ենք, որ Համասը դիմադրում է օկուպացիային։ Եվ եթե օկուպացիան ավարտվի եւ պաղեստինցիները ինքնուն ղեկավարեն իրենց եւ ստեղծվի պաղեստինյան պետություն, Համասն այլևս ոչ մի զենք չի ունենա։ Փորձագետների գնահատմամբ Համասի կողմից սա կշորադատված քայլ էր, համաձայնել հումանիտար բաղադրիչին, պահպանելով իր ռազմավարական նպատակները։ Ես կարծում եմ, որ Համասը բավական խելացի քայլ է կատարել, ասելով այո կամ այո, բայց։ Նման մոտեցմամբ նրանք ըստ էության գնդակը հետ են նետել Նեթանյահուի եւ արաբական պետությունների դաշտ, ցույց տալով, որ համաձայն են հատկապես հաշտության բաղադրիչին, որը վերաբերում է պատանդների ազատմանը։ Սա կարծում եմ օգնում է կանխել այն մտավախությունը, որ պլանն ամբողջությամբ մերժելը Իսրայելին կտա կանեչ լույս, ներկայումս ընթացողից էլ ավելի ագրեսիվ հարձակում սկսելու համար։ Համասի այս մասնակի համաձայնությունից հետո Թրամփը կոչ արեց Իսրայելին անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունները։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակին հրահանգվել է կանգնեցնել հարձակողական գործողությունները։ Այս զարգացումները ողջունեցին համաշխարհային առաջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի ղեկավարները։ Նրանք կոչ արեցին կողմերին օգտվել առիթից եւ ավարտել պատերազմը։ Կրկնում եմ իմ մշտական կոչը, ուղղված անհապաղ եւ մշտական հրադադարին, բոլոր պատանդների անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը եւ անարգել մարդասիրական մուտքի ապահովմանը։ ՄԱԿ-ը կաջակցի այս բոլոր նպատակներին ուղղված ջանքերին, կանխելու համար ավելի մեծ տառապանքները։ Բոլոր պատանդների ազատ արձակումը եւ Գազայում հրադադարը հասանելի են։ Համասի պարտավորությանը պետք է անհապաղ հաջորդեն գործողություններ։ Մենք այժմ հնարավորություն ունենք վճռորոշ առաջընթաց գրանցելու դեպի խաղաղություն։ Ֆրանսիան կունենա իր լիարժեք դերակատարումը համահունչ միավորված ազգերի կազմակերպությունում իր ջանքերին, Միացյալ Նահանգների իսրայելցիների ու պաղեստինցիների եւ իր բոլոր միջազգային գործընկերների կողքին։ Նախագահ Թրամփը ճիշտ է, որ կա իրական հնարավորություն ազատ արձակելու պատանդներին եւ ավարտելու պատերազմը։ Իսրայելը պետք է հայտարարի, որ միանում են նախագահի գլխավորած քննարկումներին գործարքի մանրամասները վերջնականապես մշակելու համար։ Ես ԱՄՆ վարչակազմին ասել եմ, որ Նեթանյահուն ունի քաղաքական աջակցություն ներսում գործընթացը շարունակելու համար։ Համասի արձագանքը Գազայում հրադադար հաստատելուն ուղղված ծրագրին կառուցողական եւ զգալի քայլ է հարատև խաղաղության հասնելու ճանապարհին։ Այժմ անհրաժեշտ է, որ Իսրայելը անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները եւ ենթարկվի հրադադարի ծրագրին։ Մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով ձգտել, որպեսզի բանակցություններն ավարտվեն Պաղեստինի ժողովրդի համար առավելագույն օգուտով եւ որպեսզի իրականացվի միջազգային հանրության կողմից աջակցվող երկու պետությունների ստեղծման լուծումը։ Պատանդների ազատ արձակումը եւ Գազայի համար խաղաղությունը հասանելի են։ Գերմանիան լիովին աջակցում է նախագահ Թրամփի կոչին ուղղված երկու կողմերին։ Պատանդները պետք է ազատ արձակվեն, Համասը պետք է զինաթափվի, մարտերը պետք է անապաղ դադարեցվեն։ Այս ամենը պետք է տեղի ունենա շատ արագ, գրեթե 2 տարի անց սա խաղաղության լավագույն հնարավորությունն է։ Գերմանիան կշարունակի ներգրավված մնալ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ամփոփելով իրադարձությունները հանդես է եկել ուղերձով։ Ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա շատ հատուկ օր է, շատ առումներով, աննախադեպ է, բայց շնորհակալություն բոլորիդ եւ շնորհակալություն այն մեծ երկրներին, որոնք օգնեցին։ Մեզ հսկայական օգնություն է ցուցաբերվել։ Բոլորը միասնական էին, ցանկանալով, որ այս պատերազմն ավարտվի եւ խաղաղություն հաստատվի Մերձավոր Արևելքում, եւ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Շնորհակալություն բոլորիդ, բոլորի նկատմամբ արդար կվերաբերվեն։ Այս հատուկ օրվա եւ խաղաղության հնարավորության գինը եղել է ահռելի։ 2 տարի տևած պատերազմը, որը սկսվեց հոկտեմբերի 7-ին Համասի հարձակմամբ, 1200 իսրայելցու մահվան պատճառ դառնալով ավարտվեց ավելի քան 66000 պաղեստինցու կյանք խլած իսրայելական գործողություններով, որոնց 83%-ը ըստ ՄԱԿ-ի խաղաղ բնակիչներ էին։ Արդյունքում Համասը, որի ռազմական կարողությունների իրենց իսկ խոստովանությամբ 90%-ը ոչնչացված է, համաձայնեց վայր դնել զենքը։ Աննա Հարությունյան, Reopen Media։